Գումարի շորթման նոր տարբերակ են գտել կիբերհանցագործները, ահազանգում է տեղեկատվական անվտանգության փորձագետը։ Սխեման այսպիսին է՝ կեղծ WhatsApp Viber հաշվով ձեզ հետ կապ է հաստատում ձեր վստահելի մարդկանցից մեկի կրկնօրինակը։ Նամակագրությամբ տեղեկացնում, որ ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել է լուրջ խնդիր եւ որ ինքն էլ բարեխոսել է ձեզ համար։ Այնուհետև զանգահարում է ազգային անվտանգության ծառայության կեղծ աշխատակիցը, խոսում է ռուսերեն ու հայտնում, որ Ադրբեջանից նրա հաշվին միլիոնավոր դոլարներ են փոխանցել։ Հարցին, թե ինչու եք ռուսերեն խոսում, աշխատակիցը պատճառաբանում է. Սա Ադրբեջանի հետ համատեղ գործողություն է ու նյութերը պետք է օգտագործվեն նաև դատարանում։ Եվ որպիսի արժանահավատ թվան, կենտրոնական բանկի անունն են տալիս ու պնդում, թե քաղաքացին պետք է իր գումարները բանկից կանխիկացնի, ուղարկի նոր հաշիվ, որպիսի այդ գումարների հետ չխառնվի։ Սա խոսակցությունը կարմանում է, որ մարդը կանխիկացնի իր գումարը բանկային հաշվի վրա ու հետո փոխանցի իբր այդ կենտրոնական բանկի կամ բանկի աշխատողի տված անվտանգ հաշվի վրա։ Ու բնականաբար այդ գումարը գնալու է կորի։ Օրինակ ուկրաինական նման խմբերը, որոնք աշխատում են պետական կառույցների այսպես ասած ձևամանոցի տակ, գումարը ապշտակելուց հետո արդեն սկսում են օրինակ շանտաժի ենթարկել եւ պահանջել, որ մարդիկ ինչ-որ գործողություններ անեն գումարը հետ ստանալու համար։ Պարզվում է, թիրախավորվում են հատկապես քաղաքասարակության եւ մամուլի ներկայացուցիչները։ Մեդիափորձագետները մտավախություն ունեն, որ թիրախավորումը կարող է ավելի լայն տարածում գտնել։ Ասում են, խաբեբաները լավ են նախապատրաստված։ Մանրակրկիտ հետազոտում են մարդկանց կապերը, ինչ որ լեգենդ հորինում ու անցնում գործի։ Քանի որ համացանցը շատ բան է թույլ տալիս, մարդիկ էլ անխնա իրենց անձնական տվյալները տարածում են ամենտեղ, ընտանեկան կապերը, ծանոթությունները, այնտեղ Instagram նկարներ եւ այլն, ու հնարավոր է լինում նկարներով, կոմենտներով, տարբեր ռեակցիաներով հասկանալ, թե ով ում այդ կապ ունի, ինչ կապ ունի։ Խաբեբաները կիրառում են այսպես կոչվող սոցիալական ինժեներիա, դա հոգեբանական հնարքը մարդուն երկխոսության դաշտ են մտցնում, թե որի արդյունքում էլ արդեն կարողանում են մարդուն համոզել։ Այսպիսի կիբերհանցագործությունները ըստ փորձագետների տարածված են ամբողջ աշխարհում, հատկապես արհեստական բանականության դարաշրջանում։ Մասնագետներն ասում են, այս հնարքները շատ են կիրառում հատկապես հետխորհրդային պետություններում, որոնք համեմատաբար քիչ են տիրապետում թվային անվտանգության ժամանակակից մեթոդներին։ Երբ որ մարդը լսում է, որ իրան զանգել են ինչ-որ ուժային կառույցից կամ կենտրոնական բանկից, օրինակ, ինքը ինչ ավելի լուրջ է լսում, էլի խոսակցությունը մատների արանքոչին է։ Այստեղ ամենաառաջի բանը, որ պետք է ճայկարտավոր զոհանի, պետք է զանգի իր հարազատին հարցնի, ասի դու եր ինձ զանգում օրինակ նոր WhatsApp-ով կամ Viber-ով, եթե զգա, որ պատասխանը բացասական է, պետք է անմիջապես դիմել ոստիկանություն, որտեղ դա կիբերհանցագործություն է։ Արհեստական բանականության մեր կյանք ներխուժումից հետո շատ բան փոխվեց։ Այսօր համակարգը մեկին մեկ կրկնօրինակում է մարդու ձայնը, դեմքը, ժեստերը ու հաճախ գրեթե անհնար է լինում տարբերակել իրականը անիրականից։ Մասնագետները հորդորում են այս օրինակ խնդիրներից խուսափելու համար պահպանել անձնական տվյալների գաղտնիությունը, փակելով սոցիալական ցանցերի եւ անձնական տվյալների հասանելիությունը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։